Կարելի է իմանալ ինչ է եղել։ Ինչ եք ուրախացել։ Ոչ մի բան չի եղել, մամ։ Ձինա։ Չէ, ուղղակի։ Իսկ չեք ուզում գործ անեք։ Անցան գործի։ Բարև։ Հենց ես մտնում օֆիսս, ոնց որ սեփական ննջարանը լինի։ Եթե ամուսինս տանից դուրս է գալիս ու ծլկումա չեմ հասցնում երկու բառ խոսել հետը, ես էլ Աշոտ ջան ուզեմ չուզեմ պետք է գամ այստեղ։ Լավ, հիմա ինչ է եղել։ Ինչ է եղել, հա ինչ է եղել։ Փողա պետք Աշոտ ջան։ Դու չգիտես իմ դրամապանակը դատարկվում է, օդս փակվում է, ես դեպրեսիայի մեջ եմ ընկնում։ Սառնարը բացում ենք դատարկ, ոնց որ գիտաշխատողի սառնարան լինի Աշոտ, մեջը մի պճեղ սխտորա կեսկտոր բաներ։ Դե ոնց բացատրեմ քեզ։ Եկել եմ մոտիցդ մի քանի հատ գիրք տանեմ Աշոտ ջան, դրեմ սառնարանի մեջ, որ աշխատելու շատ ղրղրա։ Բայց 2 օր առաջ տվեցի $300։ Աշոտ լավ է, մինչև 2 կոպեկ փող ես տալիս, այստեղ ես հասցնում։ Այդ տվածից հետ 2 օր անցել է արդեն։ $300 դու 2 րոպեում օդ ես անում շաբաշ, մենք իրավունք չունենք խնայողաբար 2 օրում ծախսել դա։ Էլի սկսեցիր փողերս հաշվել։ Դու էլ հերիքա մեր կերածը հաշվես։ Փող տուր Աշոտ ջան, տանը ոչ մի բան չկա, ամեն ինչ միանգամից վերջացել է։ Մուրացկանի փող ես տալիս ինձ։ Ես վստահ եմ, եթե հիմա այստեղ մի քանի հատ լրագրող լինեին, դու կխառնվեիր իրար ու քեզ ժուրնալ գցելու համար կհանեիր այդ 100-ը մի հատ մուրացկանի լավություն կանեիր, մենակ թե քեզ ժուրնալ գցեիր։ Իհա, տալիս եմ, նկարող չկա։ Աշոտ ջան, դու հանի ինձ մի հատ նորմալ գումար տուր։ Ես այնպես կանեմ, որ այդ լավությունդ մինչև CNN կհասնի։ Փող տուր, տանը բան չկա։ Էլ չկրկնեմ նույն պատմությունները ամեն անգամ։ Արդեն զայլ ես տանում։ Աշոտ, ես ժամանակ չունեմ։ Հանի նորմալ փող տուր գնամ առևտուր անեմ։ Պատմությունները կրկնվում են։ Ես սրանով ինչ առնեմ, Աշոտ ջան։ Այն Արտուրի ջահել տղայա, էներգիան տեղը ուտել է ուզում։ Իսկ դու քիչ կերցրու, որ էներգիան տեղը չլինի, ակաշներից չդուրս գա։ Վաղ միսուր պատերը կջարտի, կգաս կասես, պատերը ջարտես, ռեմոնտ եմ ուզում անեմ, ես ռեմոնտի փող չունեմ։ Ու ընդհանրապես, դրան ռադերը թող գնա հետ, Մոսկվա։ Մարդիկ Մոսկվաներ են գնում, որ բիզնես անեն, փող աշխատեն։ Հետի վեկացել է Հայաստանում է եկե բիզնես անի, խելքին ձունգա։ Մի րոպե։ Է դու սկզբից լրիվ ուրիշ զրույց էիր տանում Արտուրի հետ։ Ասում էի դու խով բիզնեսը դիր, ես մեջքիդ կանգնած եմ, ինչ եղավ։ Հա, ասել եմ մեջքիդ կանգնած եմ, ոչ թե հել մեջքիս։ Ոչ մի ճամփի դրան թող գնա։ Ես որտե այդքան փող աշխատեմ, որ բերեմ դրա անդունդ փորը լցնեմ։ Դե հերիքա, հա։ Ախպորս տղու կերածներ ես հաշվում, Աշոտ արդեն, վիրավորականը, չէ։ Բա իմ հաշիվներն է խառնում, չհաշվեմ։ Վայ։ Իմ դարդ, վարդագույն սիրտ։ Նախաճաշի համար շնորհակալ եմ ու
Կներես, որ գնում եմ։ Ոչինչ, ես հասկանում եմ։ Բայց ուշոտ գկամ անպայման։ Եթե գործեր ունես, հանգիստ գործերը տար, այնց համար մի անհանգստացի։ Ես քո համար միշտ եմ անհանգստանում, հոգիս։ Չխնդաս մենակ, գնացինք։ Արջ ջան, ես ինչ խաբար է, չլինի հոպար եմ դառնում։ Չէ, Ձինան հələ սենց բաների վրա է ուրախանում, թա մի քիչ մեծանան որ։ Ինձ գործ արանք թողես, եսեք տանես երեխուն, թող խաղալու բան ունենա։ Անպայման։ Արտուր ջան, ես երբ ես եկել։ Այդտեղա մի հատ օգնեիր վերցներ ձեռքիսս ես վեշերը։ Հա, դու սրտային գործերով ես այդտեղ, չէ։ Եկել էի տուն, ասի մի քիչ սնվեմ, գնամ։ Էն էլ սառնարանը բացեցի, մեջը ուտելու բացարձակ ոչ մի բան չկար։ Ոնց որ անապահով ընտանիք ընկած լինեի։ Հիմա նայում եմ որտեղից եմ օգնություն կպցնելու։ Էլ մի սկսի, հա։ Ամեն ինչ էլ արել բերել եմ, հիմա հաց կուտենք։ Ինչ ես արել։ Ինչ որ սիրտդ ուզի, ինչ կուզենաս սարքեմ։ Մի հատ հավ որ դնես լավ կարմրի, հավեսով կուտեմ։ Հա, հիմա կդնեմ։ Բա այդ ինչ ես անում, ուշիս ոնց հոգնեցի։ Քիթը տնկած աղջկան եմ գրում։ Արտուր ջան, ոչ էլ գրի, հա դրան։ Շատ իրան ձև տվեց։ Այնքան ձև տա, որ ձևից ընկնի։ Հորքուր այս աղջիկը իմնա լինելու կտեսնես։ Դե քեզ տեսնեմ։ Հավուր էի դրե, Արտուրի կարող է իմանաս, հավը լվանում են էպելուց առաջ, թե չէ։ Հորքուր ջան, ես տունց կեղտոտել կուտեմ, մենակ սարքի։ Դու շատ սխալ ժամանակ եկար։ Ավելի ճիշտ, առհասարակ պիտի չգայր։
Հա, Տաթև։ Ոնց ես։ Լավ։ Արման եկավ։ Եկավ էլ գնացել։ Ինչ ա եղել, մի տեսակ ես։ Իրականում ոչ մի բան էլ չի եղել, ուղղակի այդ զանգը ինչ-որ մեկը զանգեց Արմանին ու Արմանը լարվեց։ Այդ լարվածությունն էլ ինձ փոխանցվեց։ Բան ասեց։ Ուղղակի անակնկալի եկավ։ Բայց ես զգում եմ, որ մի բան այն չի։ Սար ինձ թվում է ուղղակի խանդում ես։ Չէ, Տատ։ Ես զգում եմ, որ մի բան այն չի։ Չեմ կարող բացատրել։ Հասկանում ես, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես շատ լավ ճանաչում եմ Արմանին։ Զգում եմ ինչա սիրում, ինչի մասին է մտածում, որ պահին։ Հետաքրքիր է։ Այնպիսի տպավորություն է, որ վաղուց ենք իրար ճանաչում։ Անցյալ կյանքից։ Չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Ուղղակի մենք իրար հասկանում ենք։ Ու խոսքեր էլ պետք չեն։ Քեզ բառից իրար հասկանում ենք։ Ես ինձ Արմանի կողքին լիարժեք եմ զգում։ Հետաքրքիր է, Սար, Լևոնի մասին այսպես չես խոսել երբեք։ Ես Լևոնին այսպես չեմ էլ ճանաչել։ Ինձ թվում է սուտ է, որ ասում են մարդուն ճանաչելու համար շատ ժամանակ է պետք։ Մեկ ակնթարթ, մի քանի վայրկյան, ու դու արդեն ճանաչում ես։ Չգիտեմ։ Ու երբ դա զգում ես, դրանից հետո անհնար է մարդուն սրտիցդ հանես։ Սար ինձ թվում է Լևոնը շուտ չի հանձնվի։ Ու զարմանում եմ, գիտես, որ այսքանի օրը չի եկել։ Խնդրում եմ անունը մի տուր, թե չէ կգա։ Ու Աստված չանի, որ հանկարծ իրար հանդիպեն։ Ինչ անենք, Սար, նոր տուն վարձենք։ Չգիտեմ։ Բայց մյուս կողմից, եթե հանկարծ իրար հանդիպեն, Լևոնը կհամոզվի, որ իմ կյանքում ուրիշ մարդ կա։ Լևոնը անկախատեսելի է։ Հա։ Այս 2 ժամից աշխատանքը կվերջանա, իսկ այդ Արման հələ չի եկել գործի։ Տենց սա ղեկավարում հոլդինգը, հա։ Չէ, միշտ դարձան է ղեկավարել հոլդինգը։ Ուղղակի Արմանը աղջկա մամունից հետո է եկել ու անընդհատ իրավաբանների կաշին հանում է։ Անընդհատ սխալներ է ման գալիս ու փորձում է, որ դրանք ուղղեն։ Տենց դեմք հա փաստորեն։ Շատ։ Շատ լավ գիտենք տենց դեմքերի։ Դե արագացու սուրճդ խմի գնանք արդեն ուշ է։ Դու գնա, պետք չի որ մեզ միասին տեսնեն, ես հետո կգամ։ Ճիշտ ես ասում։ Դե լավ, դե ես գնացի ունեմ։ Արման թե Արսեն։ Դավիթ։ Լուսի ջան, էս Արսենն ա վարկել։ Օհ, Արսենը սենց բաներ էլ անում։ Դե այլի։ Ես որտեղ դնամ։ Դուր ինձ, այսինքն մի րոպե Ձինային կանչեմ։ Ձինա։ Ձին։ Հա։ Ձինա ջան, էս Արսենն ա վարկել։ Ինչի Արսենը սենց բաներ էլ անում։ Չէիր սպասում, չէ։ Հաստատ չէ։ Դե լավ, ես գնամ։ Ապրես տղա ջան։ Խնդրեմ։ Ձինա ջան, էսա նա ինչ ես մտածում եմ։ Տիկին, մամա, ավելի ճիշտ ինչ եք մտածում։ Կարող ես տատիկ ես դարձնում։ Այ քեզ բան։ Ինչ ասացի որ։ Եսի։ Երևի ամաչեց։ Ինչի ամաչեց։ Ինչի դրանից լավ բան կա։ Ամեն դեպքում ես մի հատ զանգեմ մադամին։ Զանգեմ աչկալուսանք տամ։
Յա։ Էնում գեշո մուկիկն ա զանգում։ Դու ինա դու ես անում։ Ինչը գեշոս։ Էդ ինչ խաղալիք ես ուղարկել։ Դե ես հասկացել եմ, որ դու մենակ դրանց վրա ես ուրախանում։ Ինձ թվում է ձերոնք ավելի շատ են ուրախացել։ Այսինքն։ Այսինքն այն Արսեն ջան, որ հիմա բոլորը մեզ շնորհավորում են։ Շնորհավորում եմ։ Կնիկը թղի Արսեն ջան։ Չմտածես գեշոս, այսօր կհղիանաս։ Այսօր խմած կգամ, չնայած չգիտեմ, այդքան կարամ խմեմ։ Այ հիմար։ Արջ ջան, Տնեցիք ոնց որ ամեն ինչ սխալ են, հա, հասկացել։ խաղալիքի պահ ես ասում։ Հա։ Դե հա, ոնց որ սխալ հասկացան։ Լավ, հեսա տուն եմ գալիս։ Քշի գնանք։ Ուր են գնում, շեֆ։ Դու որ ուզում ես քշի, մենակ քշի ստեից։ Մենակ տուն չքշես։ Որ տուն եմ գնում, էլի կալպում են, սա փողերը ստանում են։ Ավելի լավ է քշի մի հատ հանգիստ տեղ, նստեմ երկու բաժակ բան խմեմ հանգստանում։ Լավ։ Դե քշի։ Ոնց էի կարոտել քեզ։ Շատ էի կարոտել։ Ահա որ շատ։ Կթողնես ներս գամ։ Հա, բա ոնց։ Արի, ներս արի։ Ու երբ ես եկել։ Մի քանի ժամ արդեն։ Ստեֆ, ինչի չասեցիր։ Կգայի, կդիմավորեի քեզ։ Դե ուզում եի անակնկալ անել, հա։ Սկզբում ասացի գամ հոլդինգ, հետո չդիմացա ու զանգեցի։ Ինչքան ժամանակով ես եկել։ Դե կմնամ այնքան, ինչքան պետք է։ Այսինքն միասին հետ կգնանք Արման։ Ես քեզ ախր խնդրել էի, չէ՞, որ մնաս մեր գործերը հետևես։ Հիմա թողել եկել ես Երևանով այնտեղ հսկելու այդ ամեն ինչը։ Արման, գործերը կարելի է այստեղից էլ հսկել, հեռվից։ Ինչի՞ չես հասկանում, որ էլ առանց քեզ չեմ կարողանում այնտեղ մնալ։ Վայ, Ստեֆ։ Արման, ինչ-որ սառն ես դարձել, ինչ-որ մի բան է փոխվել։ Հա, տարօրինակ ես քեզ պահում։ Ախր Ստեֆ։ Ինչ ախր։ Ինչ-որ մեկը հայտնվել է քո կյանքում, հա։ Բայց անկախ ամեն ինչից ես չեմ պատրաստվում քեզ ինչ-որ մեկին տալ։ Երբեք։ Գրված ա մի բան գնում հասնում ես, տեսնում ես գործակալությունը։ Մի բան էլ իրանք են փող ուզում, որ քեզ աշխատանք տան։ Ասում եմ, չէ։ Դե գոնե 100-ից մեկը ճիշտ կլինի։ Իզուր ես չարչարվում։ Արմանը որ գա, ես անպայման կհարցնեմ աշխատանքի համար։ Ինչ եղավ Արմանը չեկավ, իրանից չի։
Երևի խառն է։ Ճիշտ է, մի քիչ տարօրինակ է, բայց ես իրան հասկանում եմ։ Կգա։ Որ տեսնում եմ քեզ ոնց է նայում։ Ոչ ոք քեզ այդպես չի նայել, Սար։ Արմանը իմ գոյության իմաստն է դարձել։ Հազիվ եմ ինձ զսպում, որ չզանգեմ։ Դու էլ մի զսպի զանգի։ Հա որ։ Հա։ Ինչ ա եղել էլիս, հա կոնյակը վերցրու արի, կոնյակը վերցրու արի, արեսա բերել եմ կոնյակըտ մի արկղել տղեկին ասեցի դրեցին գարաժը։ Նայ, Ինչ, սրա համար էիր ուզում էդ կոնյակը, չես հասկանում, չեմ հասկանում, Արսենն է Դինային ուղարկել։ ախա, ես եմ փուչիկների պատմության շարունակությունն է, Նայ, գլխի չես ընկնում։ լսի ես հին մարդ եմ, ես սրանց ես մեյմունություններից բան չեմ հասկանում, դու ինձ մարդավարի ասա, ինչ ա եղել։ Աչքիս պապիկ ես դառնում։ Լուրջ ես ասում, արա, ես ինչ աջողություն էր։ Հիմա գոնե հասկացար։ Արա, հասկացա, ես ինչ լավ բան ասեցիր, լուրջ ես ասում։ Լուսի, բա այսօր բալ ես։ Պապե շուտ ես եկել այսօր։ Հացավդ տանեմ, շուտ եմ եկել, բա դու ես ուր ես գնում։ Հա, ընկերուհիս սպասում է, պետք է գնամ։ Հա, դե գնա բալես, գնա ուրախացի։ Մի քիչ շատ չի լինում քո այդ ամեն օրվա դուրս գալը։ Լավ էլի երեխուն հանգիստ թող։ Դե լավ, պապ, ես վազեմ։ Գնա ցավդ տանեմ, գնա։ Սա մի քիչ շատ է տեղ գնում։ Լավ էլիս, ինչ ես ուզում է երեխու, դու ավելի լավ է զանգի թող Արսենը գա։ Բայց ես միայն թե էի պատվիրել։ Սա հյուրասիրություն է։ Իսկ կարող եմ իմանալ ով է հյուրասիրում։ Պարոն Լալայանը։ Ձինա։ Հա, մամ, ինչ կա օգնելու։ Ձինա ջան, են ափսեները, բաժակները բեր, սեղան դիր։ Լավ։ Հիմա Արսենս գալիս է, են հեռախոսս ինչ եղավ, զանգենք, Արմանն էլ գա, տեսնենք ինչ ենք անում։ Ձինա,
Աղջիկ ջան, տես ծանր մի վերցրու։ Ման, բայց ի՞նչն է ծանր։ Ծանր է, ասում եմ, քիչ-քիչ բեր, կամաց բեր, տես մի անգամից մի բեր։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո տղա ջան, են էլ ինչ բարի երեկո։ Արի տղա ջան, արի, հարս ջան, արի այստեղ, արի բան եմ ասում, արի։ Ախ, ես ձեր հոգու մեռնեմ։ Ես ձեր ցավը տանեմ, որ ինձ պապիկ եք դարձնում։ Պապ, տենց բան չկա, բայց շուտով կլինի։ Ոնց է տենց բան չկա։ Էլիս։ Ես ասում եմ տենց բան չկա, ինչ է սաղից խառնել իրար, այ աղջի։ Ոնց թե չկա։ Արսեն։ Ձինա։ Ձինա, ես ինչ ես սաղին խառնել իրար։ Ես։ Բա չէ ես։ Ինչ իմանամ, Արսենը մի մեծ խաղալիք էր առել բերել, ինձ էլ թվաց լավ խաբար է։ Էլիս, ենթադրություններով բան են իմանում, չէր կարող հարցիդ հարցնեիր։ Իսկ ինչ գիտես, որ չեմ հարցրել։ Հարցրեցի արագ աստիճաններով բարձրացավ, ինձ թվաց երևի ամաչում է պատասխանի։ Լավ, այս թեման փակեցինք։ Հա լավ, փակենք։ Հենավոր ուրախացել էի։ Մտածեցի հետա մի լավ բան կլինի։ Ինչ ափսոս։ Համա դու շատ հետաքրքիր աղջիկ ես, հա։ Ես քեզ ասում եմ, արի փակենք այս պատմությունը, դու էլի շարունակում ես։ Այս կոնյակը որ բերել էին, չէ՞, ոչ մեկին չտաս։ Այս կոնյակը կպահեք հատուկ այս առիթի համար։ Մի օր ելելու է, չէ՞։ Հասկացա։ Ջանքս ոնց ես։ Հոսիրտը չի խառնում շատ։ Պատկերացրու, որ շատ է խառնում։ Մանավանդ որ քեզ եմ տեսնում։ Ոչինչ, տենց լինում է հաղիների մոտ։ Դիմաց, բա գիտես տղա ունենալ այդքան հեշտ է։ Ահա, հույս տուր քեզ։ Այսօր կտամ։ Հույս։ Հույսը վերջում է մահանում, Արսեն ջան։ Իբր ինչի էիր այդ խաղալիքը առել ուղարկել։ Որովհետև կնիկս մանկամիտ է։ Մանկամիտը դու ես։ Հիմա ինչ ամեն ամիս հարցնելու են Զինա ջան, այս ամիս նորություն չկա։ Շատ մի մտածի գեշոս։ Սիրտդ մի քիչ լեմպա է, ոնց է լինի մի օր լավ խմած կգամ։ Արսեն կսպանեմ քեզ։ Ճիշտ ասեմ, ես տենց էլ պատկերացնում էի։ Մինչև չգժվես, հերս թորչի ունենա։ Մենք չգժվենք։ Գնա գրողի ծոցը։ Գրողները թրաշով տղեկ են։ Ես դրանց չեմ սիրում։ Ես սիրում եմ քո նման, չէ, քո նման չէ, նուրբ, սիրուն աղջիկ եմ սիրում։ Ուրեմն գնա քո նուրբ ու սիրուն աղջիկների մոտ։ Կգնամ։ Ու գնա։ Հաշվի թե արդեն գնացել եմ։ Լյուս։ Հայք։ Ոնց ես Լյուս ջան։ Լավ, դու ոնց ես։ Ես իզնի չուտ ես եկել։ Չէ, ես տեսա որ դու գալիս ես, ուղղակի ներս մտա որ տաքան է։ Մրսում էի։ Հիմա էլ ես մրսում։ Հիմա չէ, տաքացա։ Դու գնանք ներս։ Գնանք։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գնանք։ Դե, ինչ ենք պատվիրում։ Թեյ։ Ինչ թեյ։ Այսօր լուրջ նշելու առիթ կա։ Ինչ առիթ է որ։ Յո։
Այսօրվանից ես քայլում եմ, առանց գիպս եմ եկել։ Առիթ չի։ Դե լավ, ընկերոջ համար կարելի է խմել։ Այ որ ասում եմ, ճիշտ եմ ասում, էլի որ լավ աղջիկ ես։ Մալադես փեսա, արդեն աղջիկ մաղջիկ է ճարել։ Ասա, այդ գյադեն կարողակեում է։ Փաստորեն մեր ջահելը երկելու է սեր ունի։ Չգիտեմ երկելու է ծեր ունի թե պարելու համենայն դեպս մենակ չի։ Մենակ չասես Զինայի հետ է։ Չէ, Զինան չի, ուրիշ աղջկա հետ է։ Փառք Աստծո։ Լսի, կարող է դրանք կտրվել են իրարից։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Չգիտեմ պատասխան չի։ Գնատեսը աղջիկը ով է ու պարզի ինչ հարաբերությունների մեջ են։ Չեմ կարող ներս մտնեմ, որ ներս մտնեմ տնայից կճանաչի։ Ուրեմն մարդ ուղարկի, այդքան ուղեղը չի կտրում։ Այսի շատ նուրբ թեմայա։ Չես էլ պատկերացնում ինչքան։ Լավ, գնատես թե ինչ ես անում։ Ես էլ տենամ ստեղ ինչ եմ անում։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ասեց նայում եմ ու հալոմաշ եմ լինում։ Ես էլ նայում եմ ու ուզում եմ հասկանալ ինձ հյուրասիրողը պարոն Լալայանն է։ Այո, նույն ինքը։ Շնորհակալ եմ։ Կարելի ասել զգացված եմ։ Քանի պարոն Լալայանը կա, այս հանրապետությունում ոչ մի գեղեցիկ արարած տխուր չպետք լինի։ Մի ժաման նստած նայում եմ, որ չամաչեի երևի կլացեիր։ Կարող մի բանով կարող եմ օգտակար լինել։